Ալո, Պարսիկներն էին զանգել։ ինչ էին ասում։ Ասում էին, мы خودش میخوایم صحبت کنیم, اگه خودش نباشه هیچکی جواب نمیده։ Վիկտոր, հազիվ եմ հետդ խոսում, դու կատականելու ժամանակ ես գտել։ Դե ասում են, որ քեզ հետ են ուզում խոսել։ Դե ուրեմն արի։ Էլի նույն տեղը։ Հա։ Իսկ չես կարա տնեցիկին մի կերպ հանես տնից, համ էլ գամ տնամ ոնց եք տեղավորվել։ Դե ինչի՞ չէ, կարող ենք, դե որ չստացվի են հին տեղը կա ու կա էլի։ Դե եկա ուրեմն։ Լավ։ Բա։ Էդու՞մ է դեր հեռախոսով խոսում։ Հա։ Շատի չեմ հարցնում, ոնց պիտի հեռախոսով խոսեիր, եթե հեռախոս չունես։ Հա։ Բա՞մ է դեր խոսում։ Հա, երևի մտքերով ընկած տես քեզ խոսում էիր։ Հա։ Դե լավ, ես գնացի։ Չէ, ուր ես գնում։ Գնում եմ նկուղ, այս տարաներից էլի ճարեմ, լվանամ մաքրեմ, որ հաճախորդներից հողը սրա մեջ լցրած ուղարկեմ։ Վիզուալ քեժալ էլի։ Արամ։ Մի րոպե սպասի, բալես, բանն եմ ասելու քեզ։ Այ բալաջան, ասում եմ խոսելու բան ունեմ հետդ, ուր ես գնում։ Հերս, եթե պիտի ասես այդ բիզնեսը վատ միտք է, մի արա, մի շարունակի, ֆլան, բեֆան, ոչ մի դեպքում, ես գնալու եմ մինչև վերջ։ Չէ, ինչ ես ասում, այ բալա, ճիշտ հակառակը, ես նույնիսկ շատ ուրախ եմ, որ դու վերջապես քեզ գտել ես։ Լուրջ ես ասում։ Իհարկե, բայց գիտես ինչ պիտի անես։ Ինչ։ Պիտի գնաս մինչև վերջ։ Մինչև վերջ, հավատում ես, ուրեմն արա, կգտնվեն մարդիկ, որ չեն հավատա։ Բայց դու չհանձնվես, դու պիտի գնաս մինչև վերջ։ Բալես, ճանապարհը հարթ չի լինելու։ Լինելու են փոսեր և փոսեր։ Բայց դու գնա մինչև վերջ, չհանձնվես։ Դու պիտի ապացուցես բոլորին, որ իրենք սխալ էին, իսկ դու ճիշտ։ Հենց հիմա գնում ես գյուղամեջ ու մինչև 50 հաճախորդ չգտնես իրենց կոնտակտային տվյալներով, հասցեներով, տուն չվերադառնաս։ Վերջապես ես մեկ, մնաց Մարգոն։ Բարի լույս, ինչ կա, ինչ ես անում։ Ինչ անում եմ, լավ եմ անում, բարի լույս։ Էդ չորա հացդ որ ուտես, արի… Ես տները չեմ մաքրելու, 2 օր առաջ եմ մաքրել։ Բայց ես ուրիշ բան էի ասել։ Ամաններն էլ չեմ լվանալու, ով ուտում է թող ինքը լվանա։ Բասի կարող ես ինչ չընդհատել։ Իսկ դու կլինի այնպիսի բաներ չասես, որ ընդհատեմ։ Բայց ես դեռ բան չեմ ասել։ Բայց պատրաստվում էիր ասեիր։ Հա։ Պատրաստվում էի ասել, այդ չորահացդ, որ ուտես ավարտես, դուրս գանք, մի քիչ զբոսնենք։ Բայց քանի որ ընդհատում ես, էլ ոչ մի բան չեմ ասի։ Սպասի, ասում ես դուրս գանք, հա։ Հա։ Դե ինչ եկել ենք, չենք եկել, ես պատերից են կողմ, ոչ մի բան չես տեսել։ Գիտես լավ բան ես ասում, բայց ես չեմ կարա։ Ինչու եմ արգոջում։ Որովհետև ես հագնելու բան չունեմ։ Ոչ չունես, բայց ինչ է։ Հավատա, շատ սիրուն է, շատ էլ քեզ սազում է, հետո Հովաշենը հատուկ դրեսկոդ չունի։ Լավ, այս ուտեմ վերջացնեմ գնանք։
Ես կարող եմ օգնել։ Չէ, դու ավելի լավը լված կանելուց օգնես։ Նա։ Օ, լսի, լրիվ մոռացել էի, ես բանը կտուրը պիտի սարքեմ, կաթում ա, չեմ կարող գալ։ Կտուրը կաթում ա։ Հա, դու այն օրը չասեցիր։ Ես բան չեմ ասել։ Հա, չէ, ճիշտ է, դու չէիր, Արաբն էր։ Մի խոսքով կտուրը կաթում ա, այսօր անձրև ա գալու թարսի պես սարքեմ, որ չկաթա։ Այնպես որ ես չեմ կարող գալ, դու մենակ գնա։ Ես առանց քեզ դուրս եկողը չեմ Կարլեն։ Մամ, պապ, ես գնացի։ Գաբի ջան, հələ մի րոպե սպասի։ Արի դու Գաբիի հետ գնա։ Գաբին աշխատանքի ա գնում։ Շատ ավելի լավ, կգնաս կտեսնես երեխան որտեղ է աշխատում, ինչ պայմաններում է աշխատում, հո այդ ղեկավարությունը չի նեղացնում։ Ինչ ա եղել, պապ։ Մի փոքր սպասի, մամատ էլ ա գալիս, Գաբի ջան։ Գնա էլի, մայրս վերջի վերջո։ Վիկտոր, պարտադիր չի ամեն անգամ ուտելիքով գալ։ Դե լավ, էլի, եղածը բան չի։ Ասետրինայա, կապույտունայա ու տրուֆելներ են։ Բա հետո ես դրա հետքերը ոնց եմ մաքրելու։ Դե եթե ուզում ես կարող եմ տանել դնել մեքենայի մեջ։ Չէ, արի, Հիմա ես ռումտուրանում, թե ուտենք հետո։ ուտենք հետո։ Հա, սպասի։ Դուրը փակեմ, մարդ ես կարող ա մերոնք գան։ Եթե քեզ էստեղ բռնացնեն, իմ ամբողջ արածը ջուրը կընկնի։ Դե պատմի տենամ սանեկներս ոնց են։ Պատկերացրու ամեն ինչ ընթանում է այնպես, ոնց պլանավորել էինք։ Երեքն էլ աշխատում են։ Այսինքն երկուսն են աշխատում։ Այդ մեկը վստահ եմ Արամն է։ Արամն է։ Լսի, Արամը օրը մեջ մի միտք է հայտնում, անկեղծ ասած չեմ էլ ուզում պատմել, թե ինչ միտք է դա։ Որ ուզենա իրել պատմել, ես չէի թողի։ Կարևորը իրան վնաս չի։ Այդ մեկը լավ ասեցիր, օրինակ ես վերջերս շներից հազիվ էր փախել։ Ջեկո։ Ռեքս։ Սաղիկ, չէ, տիկոտի անունը։ Պլուտո։ Հաստորեն շուն չկա։ Իսկ զավերից ինչ կա։ Այստեղի տղամարդիկ շատ են ծեծում իրան։ Չկասկածա, ինչի պիտի ծեծեն։ Դե ոնց էլ չլինի, մեկը կնգան թարսնայած կլինի։ Չէ, հավատա, չէ, իսկապես չէ։ Նայելու ժամանակ էլ չունի։ Ընկերոջս խանութում է աշխատում, ընկերս էլ դրան լավ տեղին չլում, ասում եմ, քիչ սրբելու ժամանակ չունի։ Չնայած այս վերջերս ականջը խլացել էր։ Մի օրով, ընդամենը մի օրով, հիմա արդեն լավ է։ Զավեն, ես արդեն ստեղ եմ։ Բարով ես եկել, Սոֆիս։ Ես ուշացել եմ, որովհետև պապային օգնելու բան կար։ Հա ոչինչ։ Լսի բա ականջդ։ Հա, փաստորեն անցավ։ Հա, փաստորեն։ Լավ։ Իսկ Գաբիից ինչ կա։ Այդ Գաբիի համար անհանգստանում եմ։ Ինչի։ Լսի, ինչ որ մի կաֆեում մատուցողուհի է աշխատում։ Հա, բայց քո ուզածը այդ չի։ Չէ, իմ ուզածը էդ էր իհարկե, բայց անհանգստանում եմ այսօրվա համար։ Մարգոն հետն է։ Մարգոին էլ ես աշխատացրել։ Չէ, Մարգոին ծրել եմ, որ դու կարողանաս գալ դու։ Որ ես ուզում, սառը թե տակ։ Տակ, որովհետև դու արդեն սառը ջուր լցրեցիր իմ գլխին։ Ինչի։ Բա ես քեզ սրա համար եմ լույս աշխարհ բերել։ Մեծացրել, դաստիարակել։ Ծնել, մեծացրել, դաստիարակել։
Մամա, արդեն կրկնվում ես։ Որովհետև ես չեմ կարողանում տեսնել քեզ այս հանդերձանքով։ Բարեցես։ Վահան մամանա, ման Վահաննա։ Շատ հաճելի է։ Իսկ ինձ ոչ։ Մամա, Ինչ։ Ես այս խոհարարին նկատի չունեմ։ Ես այստեղի մուդը նկատի ունեմ։ Պարոն խոհարար, որ խնդրեմ, տնօրենին կհրավիրեք այստեղ։ մամ, Վահանը նաև տնօրենն է։ Ուրեմն թող սեփականատիրոջը կանչեն։ Սեփականատերն էլ է Վահանը։ Երեքը մեկում էլի։ Քանի տանը մարդ չկա, հեռախոսս տնեմ թող լիցքավորվի, քեզ էլ ռում տուր անեմ։ Բայց այն ինչ որ հիմա տեսնելու ես, դա ընդհանրապես սենյակների տնազ են։ Հասկացա՞ք չէ։ Արի։ Սա, տես, սա ջանահարն է։ Ու մեկ էլ բան, Արամի նջարը։ Բանա, պարզվում է Արամը շատ ուժեղ է խռացին։ Զավենը չի դիմանում այդ խռոցին ու Արամի տելեպորտ արուբստ է։ Պարզվում է, որ դու չգիտեիր, որտեղ այդ խռացնում է։ Դե հա, պարզվում է այդպես։ Ասեմ ավելին, պարզվում է, որ ես ընդհանրապես իմ երեխաներին լավ չեմ ճանաչում։ Արի։ Որ հանգստանաս մոտիցդ մի հատ չորած պակասում եմ, ես դեռ կապ չունեմ։ Համարենք, որ շատ երկար ծիծաղացի։ Հիմա դու իմ հարցին պատասխանի։ Ինչի է ինձ զանգում Սիմոն պապին ու ասում է, որ դու ալուրը թողել ես իրանց դարպասի շեմին ու գնացել ես։ Որովհետև կյանքս գերավ Անահիտ։ Մեկ հանդուրժես, երկու հանդուրժես։ Յանը դա գյադա։ Թող գողնի, որ ետ տարիքը հաշվի առելով չեմ թողում իրան դարպասի մոտ ու գնա։ Լսի, մեզ մոտ գյադա բառը վատ իմաստով չեն ասում։ Այդ ոնց որ ասեն տղա։ Հասկանում ես, այսքան ժամանակ աստեղ ես։ Չես սովորել։ Չէ։ Ու ոչ էլ ուզում եմ սովորեմ։ Ես տեղ ժամանակավոր եմ։ Կներեք տիկին Մարգարիտա, իսկ ինչի համար եք ուզում ինձ տեսնեիք։ Բայց ով ասաց, որ ես ձեզ ուզում էի տեսնեի։ Դե դուք չասեցիք, որ տնօրենին ու սեփականատիրոջն եք ուզում տեսնել։ Ահա, տնօրենին ես ուզում էի ասել, որ չհամարձակվի իմ աղջկան շահագործին, իսկ սեփականատիրոջը ուզում էի ասել, որ ձեր օբյեկտը հնարավոր է մի փոքր ավելի գեղեցիկ կահավորել։ Շատ լավ, ես իրանց երկուսին էլ անպայման կփոխանցեմ։ Ձեր դիտողությունները։ Մամ, վեր կկենաս։ Գերագույն հաճույքով, ասեմ ավելին, ես գնում եմ տուն։ Ինչի։ Որովհետև ես չեմ կարող հանդուրժել այս ամեն ինչը, ու եթե ես տեսա, թե դու ոնց ես սրա նրա առաջ ինչ-որ բան դնում, ինձ կդնեք են փայտե անշունչ տարայի մեջ, որի անունը ես հիմա չեմ ուզում տամ, որ գլխից չկա, ու կմցնեք հողը։ Հաջողություն, Գաբի։ Իսկ կգտնես տան ճանապարհը, թե կկորես։ Ես նույնիսկ գիշերով Փարիզում չեմ կորել, Գաբի, ուր մնաց Հովաշենում կորեմ։ Մամա տելա նույն հոկեբանի մոտ գնում։ Բայց ինչից ենթադրեցի, որ մամաս հոգեբանի կարիք ունի։ Դες դու չէի ասում, որ հոկեբանը կուրսեր է նշանակել, ինձ թվաց ինքն էլ է այդ կուրսի մեջ։ Հա, չէ, մամաս իմ խաթր է ստեղ եկել։ Մամաս էլ, պապաս էլ, եղբայրներս էլ։ Եղբայր էլ չէ, եղբայրներ։ Փաստորեն մամատ մայց գերայինյա։ Ավելի շուտ պապաս է այդ քո ասածը։ Պապատա մայց գերայինյա։ Հա։ Ես չեմ հասկանում, ես գյուղում ընդհանրապես ջահելություն չկա։ Ինչի։ Սիրտդ արկածա ուզում։ Այսինքն։ Դե մտածեցի պարապես մնացել, կարող ուզում ես աղջիկա հետ ծանոթանաս, որ կյանքդ մի քիչ հետաքրքրանա։ Չէ, ես ընդհանրապես տղերքի պահով էի ասում։ Թե ոնց նայում ես մեծ հասակներ են։ Ում ասում եմ ինչի համար տղուտ չես ուղարկում խանութ, ասում ես տեղ չի։ Հա ճիշտ ես, կա տենց բան։ Բոլոր երիտասարդները ստեղից գնում են։ Կամ Երևան, կամ ուրիշ երկիր։ Իհաբար ճիշտ են անում։
Ամենից թե ինչ անեն, հունց թե կով կթեն։ Դե եթե համաձայն ես, էլ ինչից ես բողոքում։ Գնա իրանց տեղը, իրանց ծնողներին օգնի, սուսուփուս։ Հայ իդեպ առաքում ունես, անգին տատին իրա տոպրակները պիտի տանես։ Գիտես ինչի, որովհետև իրա երեխաները Ռուսաստանում են։ Մնանց տեղ ինչ անեն, կով կթեն։ Նորմալ տեղավորվել եք, իդեպ ասեմ, որ Մարգոն էս տունը լավ էլ մաքուր պահում է։ Մարգոն իրա կամքով չի, որ այս տունը մաքուր է պահում։ Այսինքն, երբ որ Մարգոն այդ չար հոգիներին հանում էր տնից, այդ չար հոգիները իրենց հետ միասին աղբն ու փոշին էլ տարան։ Չար հոգիներ։ Հա, բայց չգիտես, այս տանը չար հոգիներ են ապրում։ Հուսամ այդ չար հոգիները պարսիկների հետ հեռախոսազրույցին գից չեն մտնի։ Չէ։ Հիմա ես ուզում զանգել։ Չզանգել։ Չէ, զանգի, իհարկե զանգի։ Մեկ էլ տեսար մերոնք ժամանակից ավելի շուտ եկան։ Կարլեն։ Դու էլ լսեցիր։ Հա։ Որ հան չես նստել, բախկավի։ Ուր բախկավեմ։ Կարլեն։ Արի հետևից։ Արի։ Ես կանոն, այստեղ մենք միանգամից կպրնովենք։ Արի, ես գիտեմ ինչա պետք է։ Կարլեն, ինչ է վար։ Արի, աստիճանները վերցրու, վեր, բարձրացիր, ձեռնահարկ, Մարգոն հաստատ տեսեք չի կա։ Հետո ոնց եմ դուրս գալու։ Հետո մի բան կմտածենք, կարևորը, որ հիմա բարձրանաս ու թաքնվես, աշխատի չաղմկել։ Եկա։ Բարև ձեզ, ում եք ուզում։ Հավեսը չունեմ, հա։ Մենք ծանոթ ենք։ Ցավոք սրտի, այո։ Բա ոնց եղավ, որ սեն շուտ եկար։ Ես եւս մեկ անգամ համոզվեցի, որ սարսափ ֆիլմերը ինձ համար չեն։ Հա, պարզա, կինո էիք գնացել։ Այո, բայց ոչ թե գեղարվեստական, այլ վավերագրական։ Ու գլխավոր դերում Գաբի Նազարյանն էր։ Ավելի կոնկրետ կասես ինչ է եղել։ Էլ դրանից կոնկրետ ո՞նց է լինում, Կարլեն։ Իմ համար սարսափելի է, որ իմ աղջիկը մատուցողուհի է աշխատում։ Լավ էլի Մարգո, էլ մի չափազանցիր էլի։ Այ անիծվես դու Վիկտոր, որ մեզ այսօրը գցեցիր։ Խեղճ Վիկտոր։ Այն ինչ որ մենք ենք քաշել, 100 չէ, 1000 այդքան էլ դու քաշես, Վիկտոր տղա։ Լավ էլի Մարգո, հասկացանք էլի։ Չեմ հասկանում, ինչ ես դու դրան պաշտպանում։ Ես բոլորովին էլ չեմ պաշտպանում։ Սա ի՞նչ է։ Ինչը։ Էս ի՞նչ է։ Ականջա ինչը։ Ականջիդ մեջ ի՞նչ է։ Մարգո, ականջի մեջ ինչ է լինում։ Թմկա թաղանդ։ Կարլեն, սա ի՞նչ է։ Ահ, սա բանա։ Ականջակալ է։ Ես տեսնում եմ, որ ականջակալ է, ու եթե հարցնում եմ, սա ի՞նչ է, դա նշանակում է ինչ գործ ունի ես, ականջակալը քո ականջում։ Եթե դու հեռախոսել չունես։ Բայց դու հետարքին մարդ ես, գիտես, ասում ես, սա ինչ է, նկատի ունենալով մի ուրիշ բան, հետո պարզվում է ինձնից ուրիշ պատասխան ես ուզում ստանալ։ Եթե ուզում էիր հարցնել սա ինչ է, միանգամից էլ հարցնեիր սա ինչ է, ես էլ կասեի սա ինչ է։ Ախ, ես կանայք մի բան հարցնում են, մի ուրիշ պատասխանի սպասում։ Կարլեն, Ինչ։ հարցիս պատասխանի։ Փաստորեն չստացվեց։ Լավ, ասեմ։ Սա բանինն է, սմբոյնն է։ Սմբոյնն է։ Հա։ Ու ինչ գործ ունի սմբոյի ականջակալը քո ականջի մեջ։ Սամսոնի հետ էի խոսում։ Սամսոնն ով է։ Մեր մանկության ընկերը, ինքը հիմա Ամերիկայում է, իմացել էր, որ ես եկել եմ գյուղ, Սմբոյն ասել էր ինձ կապի իր հետ, ու դες խոսում էի։ Փող ուզեցիր։ Բայց ինչ պիտի փող ուզեի։ Ոնց թե Ամերիկայից խոսել ու փող չես ուզել։ Բայց ինձ դուր է գալիս, գիտես, որ դու սկսել ես կատակներ անել։ Ես կատակ չեմ անում։ Այս վիճակում մեզ ավելորդ փողը չէր խանգարի։ Ինչ հարացի չբացես դուրը պարավը։ Կլինի մի քիչ հարգանքով խոսաս։ Հանեյ ջան, հարգանքը այդ փոխադարձ է ալնում։ Եթե ինքը ինչ չի հարգում կամ քեզ, ես իրան պետք է հարգեմ։ Իսկ ով ասեց, որ չի հարգում։
Ես, եթե ինձ հարգեր կամ քեզ, թթու չեր դնի իր տան դիմաց։ Այս պարագայում թթու լավ աշն է, շոքեր ոնց որ թոնի մեջ լնեի։ Լսի, տիկին Հասմիկը լավ չի լսում։ Եթե մի քիչ ավել մնայր կամ դուռը երկար ծեծեր, ինքը դուրս կգար։ Հանայք ջան, կլինի քո հաճախորդների լսողական ունակության մասին ինձ մի քիչ շուտ ասես, որ չտանեմ եզի պես այս տոպրակները ընտրեն, դե ինձ բերեմ ստեղ։ Մի հատ կասես քո հետ ինչա կատարվում այսօր։ Ոչ մի բան։ Ուղղակի ես իրաց բատրակը չեմ։ Թող այդ տատիներ զանգի իր երեխեքին կամ թողների Ռուսաստանից գալիս վեշերը կրեն։ Լավ, գնա խանութը տիրություն արա, ես հեսա կգամ։ Եղավ, շեֆ ջան, ոնց ասես։ Որսիկները։ Ինչ եղավ Մարգո։ Դու կարող ես կտուրը նորոգելուց ինչ որ բան ես կոտրել ու պորտալ ես բացել։ Ինչ։ Կտուրում հոգի կա։ Ինչ։ Ասում եմ կտուր հոգի ա եկել։ Հոգի։ Քանի հոգի։ Լսի։ Ականջների ձեն են տալիս։ Չես լսում, արաբերեն էլ խոսում ա։ Արաբերեն։ Միգուցե պարսկերեն։ Ինչ կապ ունի։ Ո՞նց ինչ կապ ունի։ Այդ ինչ խտրականությունա չեմ հասկանում։ Դու արաբերենը պարսկերենից չես տարբերում, լավ ամենից չեն լսում, խայտարակ կլինեի։ Հիմա գնաս տուգի, ես վախենում եմ ներս գն։ Վիկտոր, հետաքրքիր մարդ ես, չես կարող մի փոքր համբերել հետո խոսել։ Վենը դրսել ա Մարգոն։ Չէ, որովհետև պարսիկները տեսան մենք չզանգեցինք, իրանք զանգեցին, իսկ ես չէի կարող չպատասխանեի։ Լավ, ամեն դեպքում ոնց անցավ։ Ոնց պետք է անցներ, որ ցածր ձայնով էի խոսում, իրենց թվաց, թե քեզնից թաքուն եմ բանակցում։ Իսկ ես ստեղ երկար եմ մնալու, ոնց որ տեսնում ես տեղս շատ անհարմար է։ Դու մի արամիկի չափ չկաս։ Գիտես քանի գիշեր այդտեղ անցկացրել։ Վիկտոր, ես 1000 գործ ունեմ, ունենցա որ դրանք քո գործերն են։ Լավ, սպասի տեսնեմ ինչ եմ անում հիմա։ Ես Մարգոյի հետ դուրս կգամ։ Դարպասի դուռը բաց կթողնեմ։ Դուրս կգաս կամած կգնաս։ Լավ։ Լավ։ Հերս խզարել եմ։ Հիմա էլ արամիկը, չգիտեմ ինչ եմ անելու։ Մի փոքր էլ համբերի տեսնեմ սրանից ինչ ա դուրս գալիս։ Ուր ես հերս։ Պատշգամբում եմ։ Omnius imindus spiritus satanius heratiais կտորուս։ Մարգո։ Կարել ես սիրտս կանգնեց, բատենց բան են անում։ Մարգո, ես ոնց հասկանում եմ, քո խելքի գնում ա սիրտդ կանգնելու համար։ Լավ մի երկարեցրու ինձ ճիշտ ասա։ Կտուրում հոգի կար, ես ամեն ինչի պատրաստ եմ։ Ես հենց նոր կտուրից իջա ու ի զարմանաս ինձ կտուրում ոչ մի հոգի էլ չկար։ Սուտ ես ասում։ Երդվում եմ 3 երեխաներիս անունով։ Չնայած դու ոնց կարող էիր հոգուն տեսնել։ Ախր հոգիները անտեսանելի են։ Բառը ինքնին հուշում է, անտեսանել։ Ոչ էլ լսել եմ։ Երդումը ուժի մեջ է։ Հերս խզարել եմ։ Խզարեն ինչ ա բալես։ Բիզնեսս ահա որ ձևի առաջընթաց ա ունեցել։ Պատմեմ։ Չէ։ Ուրեմն լսի, դռնե դուր գնացի, ավելի ճիշտ դռնե դուր չէ։ Դարպասար դարպաս։ Գնացի, ծեծեցի, մեկը բանը։ Վարսա։ Մենակ մի բան պարզ չի։ Քեզ որտեղից այդքան գումար, որ կարողացել ես ինտերնետ ակումբից մեյլ ուղարկել այդ մարդկանց։ Հերս, ես փող չունեմ, բայց արագ վազում եմ։ Այսինքն չես վճարել, փախել ես։ Հերս, նպատակը արդարացնում է միջոցները։ Դա այդ դեպքի համար չի ասված, բայց դե ինչև է, դա մի կողմ։ Դու մտածել ես, բալես, որ եթե հանկարծ այդ մարդիկ ինչ որ կերպ հրաշքով պատասխանեն, դու ոնց ես իմանալու։ Ուրիշ ինտերնետ ակումբ կգտնեմ։
Բա դու ասում ես դա միակ ինտերնետ ակումբն է Հովաշենի։ Վայ քորա։ Մետ ինտերնետ ակումբի տիրոջը պետք է ստիպված փայ վերցնեմ։ Ինչ է սյանը դդ վերև նայում։ Աստուն շնորհակալություն եմ հայտնում, որ քեզպես որդի է ինձ պարգևել։ Հերս, ես քեզ չեմ հիասթափացնի։ Ես եկա։ Մարդ սրանք փոխանակ քչանան գնալով շատանում են։ Միստր մի փոքր էլ դիբացի։